Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Դանիել Վարուժանի ծննդավայրը Պրկնիկի ոսկեգույն արտերուն մեջ, համշենցիներու ծագման շուրջ քննարկումներ, Արորն ու Տատրակը ֆիլմի առաջին ցուցադրությունը, Իրանի մեջ հունիս 27-ին ի վեր ամերիկյան հարվածներուն հետևանքով առնվազն 50 զոհ, Իրանը գրգին հարվածած է դարդաշրջանի երկիրներու տարածքները, Ասալայի գործունեությունը կախնազերծված փաստաթուղթերուն մեջ, Նեթանյահուն անցամբ արգելած է Քնեսետի մեջ հայրուց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը, Ոսկե Իրանը ավարտած է հայտնի են մրցանակագիրները։ Սեպասիո Պրկնիկ գյուղին մեջ մեծանուն բանաստեղծ Դանիել Վարուժանի ծննդավայրը այսօր ալ գծպան ոսկեգույն սորենի արտերը, հիշեցնելով հացին երկի հեղինակին անման ստեղծագործությունն ու ոգին։ Թե Վարուժանի կյանքը ողբեր կապար ընդհատվեցավ հայրուց ցեղասպանության տարիներուն, անոր քրական ժառանգությունը հաղթահարեց ժամանակն ու մահը, շարունակելով ոգեշնչել նոր սերունդները եւ պահպանել ազգային հիշողությունն ու մշակութային ինքնությունը։ Պրկնիկը հայ մտավորականներուն համար պատմական հիշողության, ազգային ու հոգեվոր վերածնունդի խորհրդանիշ է, գոչ ընելով պահպանելու եւ սերունդե սերունդ փոխանցելու Վարուժանի անկնահատելի ժառանգությունը։ Թուրքիո մեջ համշենցներու պատմական եւ մշակութային ինքնության շուրջ քննարկումները նոր տապստացած են Ադրբեջանի հետ կապերու վերաբերյալ հրաբարակված պնդումներու լույսին տակ։ Ըստ թուրքական մամուլին, որոշ հասարակական գազམ་ագերբություններու ներկայացուցիչներ եւ կորդիչներ սերտ կապեր կպահպանեն ադրբեջանական պետական ու սփյուռքային կառույցներու հետ։ Հրաբարակումներուն համաձայն քննադատության կենտրոնը այն կորդիչներն են, որոնք համշենցիները բացառապես թուրքական ցակում ունեցող կներկայացնեն, մինչդեռ շարք մահայակետներ եւ պատմաբաններ անոնց լեզվին ու մշակույթին հայկական արմատները։ Ըստ նույն աղբյուրներուն, այս հետազոտողները կփախին մեղադրանքներու եւ ջնշումներու։ Նյութին մեջ նաեւ կնշվին Ադրբեջանի ռազմավարական կառույցներուն եւ Թուրքիո որոշ հասարակական գազམ་ագերբություններում միջև համագործակցության մասին բնդումներ։ Թիդորներու կարծիքով ինքնության եւ մշակույթի հարցերը ավելի ու ավելի կծառայեն քաղաքական ու աշխարհաքաղաքական նպատակներու, ինչ որ մտահոգություն կհառաջացնե անկախ հետազոտողներու եւ համշենցիներու մեկ մասին մոտ։ Հուլիս 22-ին դեղի պիտի ունենա Արորն ու Տատրակը ֆիլմին առաջին ցուցադրությունը։ Ֆիլմը ծանոթ ժողովրդական բանահյուսական ստեղծագործություն մնե, որուն դարբերակը ընդգրկված է Գոմիդասի երկաշարին մեջ եւ մշակված Բարույր Սևագին գոմե։ Անիկա հասանելի պիտի ըլլա անգլերեն եւ թուրքերեն ենթագրերով։ Հեղինակը բոլոր հետաքրքրվողները կհրավիրե նախապես բաժանորդագրվելով YouTube-ի ալիքին եւ դիտել նոր թողարկումը։ Ֆիլմը հանդիսադեսին կառաջարկե նոր հայացք պատմական հիշողության, մշակութային ժառանգության եւ ազգային ինքնության նյութերուն շուրջ։ Իրանի մեջ վերջին 3 շաբաթներուն ԱՄՆ-ի զինված ուժերուն հարվածներուն հետևանքով առնվազն 50 մարդ զոհված, իսկ 500-ը ավելի վիրավորված է։ Այս մասին հայտնած է Իրանի առողջապահության նախարարության մամլո խոսնակը։ Տեհրան ու Վաշինգտոն հունիս 18-ին ստորագրած էին փետրվար 28-ին սկսած հագամարտության ավարտը ասարարող հուշագիր, սակայն հուլիս 8-ին ի վեր ամերիկյան ուժերը վերսկսած են հարվածները, բնդելով թե կպատասխանեն Հորմուզի նեղուցին մեջ արևդրական նավերու դեմ Իրանի գործողություններուն։ ԱՄՆ-ի զինուժը կթիրախավորե Իրանի հարավային շրջանները։ Խուզեստան նահանգի իշխանություններուն համաձայն հարվածներու վերսկսում են ի վեր միայն այդ նահանգին մեջ մոտ 100 թիրախ հարվածված է, իսկ սկալի վնասներ գրած է նաև Հորմուզգան նահանգը։ Իրանը իր գարկին կհարված է մերձավոր արևելքի ամերիկյան ռազմագայանները եւ կմեղադրե Վաշինգտոնը հրատատարի հուշագիրը խախտելու մեջ։ Հուլիս 9-ին ԱՄՆ-ի նախագահը հայտարարած էր, որ հրատատարը այլևս ուժի մեջ չէ։ Քուեթ հայտարարած է, որ Իրանը հարվածած է էլեկտրագայան եւ ջուրի աղազերծման գայանը կհաղորդե Ալ Ջազիրան։ Հարվածին հետևանքով հրթեհ բռնկած է, իսկ էլեկտրականության արտադրությունը խափանված է։ Ասիկա 2 օրվան ընթացքին երկրորդ նման հարձակումն է։ Միաժամանակ Հորդանանի մայրաքաղաք Ամանի մեջ օտային տագնապի աստանշաններ հնչած են, իսկ նման աստանշաններ արձանագրված են նաեւ Բահրեյնի մեջ։ ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչության կախնազերծված 1983 թվականի զեկույցը գլուսապանե Ասալայի գործունեությունն ու անոր միջազգային գնահատականները անդրադառնալով 1983 թվականի հունիս 16-ին Բոլսո մեջ իրականացված գործողության, որոնց պատասխանատվությունը վերագրված է գազམ་ագերբության։ Զեկույցին համաձայն Ասալան այդ շրջանին ներքին վերափոխումներ կապրեր։ Արտասահմանյան աջակցության շարք խումբեր հերացած էին եւ գազմած ժողովրդավարական ճակատը նախապատվություն տալով քաղաքական պայքարին։ Վարչության քննադատմամբ հագարակ քաղաքական հենարաններու թուլացման Ասալան շարունակած էր կորձել ինքնուրույն եւ պահպանել իր աստեցությունը հայկական արմատական շրջանակներուն մեջ։ Փաստաթուղթը կարևոր պատմական աղբյուր մնե, ներկայացնելով 1980-ականներու սկզբի միջազգային ընկալումները գազམ་ագերբության մասին։
Ըստ որոշ տեղեկություններու Ադրբեջանի ճնշումին տակ Իսրայելի իշխանությունները Քնեսետի օրագարկեն հանածեն հայրուց ցեղասպանության ճանաչման հարցը։ Հaaretzի տեղեկություններուն համաձայն իսրայելցի բաշանադարները այդ մասին վստահեցուցած են իրենց ադրբեջանցի գործընկերներուն։ Իսրայելյան աղբյուրի համաձայն վարչապետ Բենյամին Նեթանյահուն արգելափակած է քվեարկությունը Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիկմեթ Հաջիևի հետ կաբերեն ետք։ Թեև Իսրայելի կառավարությունը նախապես հաստատած էր հայրուց ցեղասպանության ճանաչումը, հարցը Քնեսետի քվեարկության չէ ներկայացված։ Իսրայելի նախարարներու գազմը 2026 թվականի հունիս 28-ին միացայն ճանցած էր հայրուց ցեղասպանությունը, սակայն Քնեսետի հաստատումը, որ անհրաժեշտ էր զայն պետական քաղաքականություն դարձնելու համար, հանված է օրագարկեն։ Ընտրություններու եւ արձակուրդներու պատճառով հարցը մոդաբակային հավանաբար պիտի մնա չլուծված։ Երևանի 20-րդ Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնը ավարտեց իր աշխատանքները։ Կինոյի տան մեջ կայացած փակման արարողության ընթացքին հայտարարվեցան մրցանակակիրները։ Միջազգային լիամետրաժ ֆիլմերու մրցույթին գլխավոր Ոսկե Ծիրան մրցանակը շնորհվեցավ Հոսանքներ ֆիլմին։ Արձատե Ծիրանը ստացավ Անցյալ Աբարնի շարունակական ֆիլմը, իսկ Լոնդոն ֆիլմը արժանացավ ժյուրիի հատուկ հիշադակումին։ Դարաշրջանային մրցույթին Ոսկե Ծիրանը շնորհվեցավ Ամիրի հոգում ֆիլմին, իսկ Արձատե Ծիրանը Չորացած տերը ֆիլմին։ Հարկելի հայրենագիցներն ամբողջությամբ կարելի է կարդալ մեր պաշտոնական գայքեն։ Հարկելի հայրենագիցներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։